Հենց այդպես 44-օրյա պատերազմում հաղթելու ենք ասելով տարան պարտության։ Արցախը Հայաստան է եւ վերջ ասելով հանձնեցին Արցախը։ Արցախը հանձնեցինք, որ պաշտպանենք Հայաստանն ասելով, անպաշտպան թողեցին Հայաստանի սահմանները եւ թույլ տվեցին, որ թշնամին անարգել թափանցի այդ սահմաններից ներս օկուպացնի տարածքներ։ Ժողովրդավարության բաստիոն ենք տարածաշրջանում ասելով երկրում հաստատեցին բռնապետություն։ Բանակցություններում կարմիր գծեր ունենք հայտարարելով չունեցան ոչ մի այդպիսի գիծ։ Բանակը բարեփոխում ենք ասելով թուլացրին եւ քանդեցին բանակը։ Ժողովրդի ծառան ենք ասելով ժողովրդի հաշվին շռայլորեն ապրելով եւ զվարճանքի տեսարաններով ծաղրեցին եւ մինչեւ հիմա ծաղրում են նույն այդ ժողովրդին։ Արցախի անվտանգության երաշխավորն ենք ասելով, ի վերջո միայնակ թողեցին հերոսաբար մինչև վերջին վայրկյանը պայքարող Արցախին, իսկ հետո լկտիաբար հայտարարեցին, թե արցախցիները փախչել են իրենց երկրից, իրենց բնօրանից։ Անբարոյականությունը զավեշտը հասել են այնտեղ, որ Արցախի հերոսական ժողովրդին փախած կամ թռած է անվանում մի մարդ, ում ամբողջ կյանքն ու քաղաքական կենսագրությունը հիմնված է փախուստի եւ թռչելու վրա։ 44-օրյա պատերազմի ժամանակ փախչել է իր վարած պատերազմում պարտության պատասխանատվությունից, իսկ պատերազմից հետո սեփական ժողովրդից փախչել եւ վախեցած թաքնվել է բունկերում։ Մի բան է մնում, որ այս շղթան ստանա իր ավարտն տեսքը, որ նա փախչի կառավարության իր աշխատասենյակից միայն մինչև հերթական աղետը մեր երկրի գլխին բերելը։